Փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսի շրջանակներում զրուցում ենք Ֆրանսիայի Օդեսեն քաղաքի փաստաբանների միության նախագահ Մարի Պասկալ Պիոյի հետ։ Բարև ձեզ, ուրախ ենք ձեզ ողջունել Երևանում Փաստաբանների պալատում եւ Փաստաբանների պալատի կողմից կազմակերպված փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսի շրջանակներում։ Ինչպես եք, ինչպես է տրամադրությունը ձեր։ L'ambiance est très bonne. Միջավայրը շատ տրամադրող է, շատ ջերմ է եւ ընդունելություն ենք արժանացել շատ ջերմ, ինչի համար շատ շնորհակալ ենք եւ ուզում ենք նշել, որ բավական հավասարակշռված մոտեցում է ցուցաբերվել թե քննարկումների մասով, թե ընդունելության, թե մարդկային ջերմության եւ արդեն 3 տարի է ինչ գալիս եմ Հայաստան եւ միշտ արժանանում ենք նման ջերմ եւ ընկերական ընդունելության։ 3 ans que je viens en Arménie, mais c'est toujours extraordinaire. Հայաստանի Փաստաբանների պալատը Ֆրանսիայի գործընկերներին ընդունում է որպես բարեկամ գործընկերներ եւ մենք եւս մշտապես ուրախ ենք ձեզ հյուրընկալել Երևանում։ Դուք այս օրերին Հայաստանում եք գտնվում փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսին համաժողովին մասնակցելու համար հասցրել եք շրջել հայ գործընկերների հետ ծանոթանալ, ինչպիսին է ձեր տպավորությունը երկօրյա միջոցառումից։ J'ai été très Ես հաճելիորեն զարմացած եմ մի հանգամանքի շուրջ, որի մասին ուզում եմ հատուկ ընդգծել, բավական շատ գրասենյակներում որի շրջանակում 3 այցելեցինք, գրասենյակների ներկայացումների ժամանակ գրեթե բոլոր, միգուցե գրեթե բոլոր գրասենյակների կային աշխատակիցներ, գործընկերներ, երիտասարդ շեշտում ընդգծում եմ հատկապես, ովքեր ներկայացնում են գրասենյակները ֆրանսերեն եւ ինձ համար դա շատ մեծ ուրախություն էր։ Ես չեմ կարող նույն վստահությամբ նշել, որ երբ որ մենք Ֆրանսիայում կազմակերպենք նման միջոցառում հայերեն լեզվով կունենանք ներկայացումներ գրասենյակների, բայց այն ինչ որ տեսա այստեղ, դա շատ տպավորված եմ։ expliquait très bien l'activité de son cabinet. Շնորհակալություն շատ։ Ես էլ ընդգծեմ, որ հայ գործընկերները մշտապես Ֆրանսիայի գործընկերներին ընդունում են որպես բարեկամ գործընկերներ։ Ֆրանսերենն էլ Հայաստանում սիրված լեզու է, ինչպես որ ֆրանսիացիներին են սիրում հայերը։ Մենք Հայաստանի Փաստաբանների պալատը եւ Օդեսենի Փաստաբանական միությունը ունենք նաեւ հուշագիր համագործակցության, ինչպես եք գնահատում գործընկերությունը նաեւ այս հուշագրի շրջանակներում։ Alors, je vais vous donner un exemple très concret. Hier au forum, j'ai parmi Իհարկե մեր համագործակցության հուշագրի շրջանակներից որպես կյանքի կոչված դրսևորում մի օրինակ կբերեմ 3 երիտասարդ փաստաբանների հետ էի շփվում ֆրանսախոս եւ իրենց հրավիրեցի մասնակցել Օդեսենի Փաստաբանների միության կողմից կազմակերպվող ռետորական արվեստի մրցույթներին եւ վստահ լինելով որ դուք կարող եք բավական հաջող արդյունքներ ցուցաբերել նման մրցույթներում, ուստի սա եւս մեկ դրսևորում է, ի թիվս այլ դրսևորումների համագործակցության, որոնց շրջանակում բազմաթիվ այցելություններ, շփումներ, գործնական քննարկումներ են լինում, ուստի բարձր եմ գնահատում մեր շփումները։ et de travailler comme avocat. Շնորհակալություն շատ, ուրախ ենք ձեզ հյուրընկալել։ Մաղթում եմ ձեզ գեղեցիկ օրեր Երևանում։ Merci. Je ne sais Հայերեն pas չեմ encore le dire կարող en այս arménien, պահին mais je vais շնորհակալությունս հայտնել, բայց հաջորդ անգամ հուսամ կկարողանամ արդեն։ Merci։ Merci.